Փառք Մեջդեին։ Խոսել եմ Սերժիկ Նիկոլ հարաբերություններից, այս վերջերս համացանցում հաճախակ են դարձել Սերժիկի և Նիկոլի համագործակցության մասին խոսակցությունները։ Խոսել եմ Չինաստանի մասին և խոսել եմ Իրան, Ամերիկա և Իսրայել նախապատրաստվող պատերազմի մասին։ Ես չգիտեմ, համոզված չեմ, որ այդ պատերազմը տեղի կունենա, բայց նաև չեմ ցանկանում, որ տեղի ունենա, կասեմ ինչու։ Հիմա անդրադառնանք Սերժիկ Նիկոլ համագործակցությանը, որի մասին սկսել են հաճախակի խոսել։ Դրա մասին լավ չէ, որ 7 տարի հետո է այսպես մարդկանց մոտ նստվածք տալի։ Դրա մասին բազմիցս հենց սկսված հենց 18 թվականից արդեն ասվում էր այդ մասին, երբ որ Նիկոլ հայտարարեց, որ իր քաղաքական կուրսը չի փոխվելու, չնայած մինչև այդ հայտարարությունը անելն էլ, երբ որ Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական այսպես շարժումը ղեկավարում էր, նրա այդ շարժմանը մասնակցում էին ռուսական Գազպրոմի աշխատողներ, ռուսական էլեկտրոցանցի աշխատողներ, մասնակցում էին պետական ծառայողներ, մասնակցում էին մանկավարժներ, որոնք մենք գիտենք, որ ընտրական տեղամասերը մեծամասամբ հիմնականում տեղակայված են դպրոցներում և մանկավարժները ներգրաված են այդ ընտրական հանձնաժողովներում և նրանց ձեռքով է հիմնականում Ռոբերտը, Սերժիկը, Նիկոլը վերարտադրվել, բայց արի վերարտադրող մանկավարժը դուրս էր եկել Սերժիկի դեմ։ Այսինքն ու այսքանով հանդերձ գաղութի տեր Պուտինը շատ հանգիստ նստած էր Կրեմլում, իր Սերժիկին, իր կադրին այնտեղ Հայաստանում դուրս են եկել փողոց, արդեն մերզիր Սերժիկ էին ասում, բայց ինքը չէր անհանգստանում։ Այսինքն սրանք պրոցեսներ են, որոնք մարդուն հենց սկզբից ազդակ է, որ դու պետք է հասկանաս ոնց թե, էլի։ Ոնց կլինի Պուտինի տան մեջ կռիվ գցես, ինքը ասենց անտարբեր կողքից նայի, էլի։ Կոպիտ եմ ասում Պուտինի տան մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մինչև օրս գաղութ է։ Եվ քանի որ դենց էլ Պուտինը չանհանգստացավ մարտի 1 չկազմակերպեց, այսինքն ժողովուրդը շատ հանգիստ փողոցում կարողացան այդ պրոցեսները տանել եւ պայմանավորված Սերժիկն էլ ասեց Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, իշխանափոխություն տեղի ունեցավ։ Եվ ինքը հրապարակում կանգնած, երբ որ արդեն հստակ ասեց, որ քաղաքական կուրսի փոփոխություն չի լինի, արդեն հասկացանք, որ ինքը նույնպես ծառայելու է Պուտինին, իսկ եթե ինքն էլ է ծառայելու Պուտինին, ապա ինչ տարբերություն իր Լևոնի, Ռոբերտի, Սերժիկի միջև։ Իհարկե ոչ մի տարբերություն։ Եվ Սասնածռերը, որ բանտերում էին, Նիկոլի վարչապետ դառնալուց հետո մի 2 ամիս հետո սկսեցին տղաներին բաց թողել, որովհետև ձգձգում էին 1-2 հոգով, ասենք մի օր մի հոգի, մի քանի օր հետո 2 հոգի, 3 հոգի, որ տղաները միանգամից դուրս չգան եւ ձևավորեն քաղաքական թիմ, սպասվող ընտրություններին մասնակցեն, բայց հասցրեցինք, իհարկե, մեր ձայները, ինչպես գիտենք, գողացան։ Նկարեցին այն ինչ որ իրենց պետք էր։ Եվ նման երևույթները պետք է որ, ասենք, ոչ թե հիմա, այլ 18 թվականից սկսած պետք է տեսնողի համար արդեն ընկալելի լիներ, հասկանալի լիներ, էլի, կամ հասարակ մի բան, Սերժիկի իշխանության օրոք էին Նիկոլի այդ կուսակցության այդ այսօրվա արտգործնախարար կոչվածը, խորհրդարանի փոխնախագահ կոչվածը, որոնք այդ Թուրքիայի մերձեցման ծրագրի այլ ասած կարկառու ներկայացուցիչներն են, նրանք Թուրքիայում վերապատրաստվում էին Սերժիկի իմացությամբ, երբ որ Հայաստանի նախագահ Սերժիկն էր։ Կամ այն նույն տանը, երբ որ Նիկոլը վարչապետ էր, Սերժիկն ու Նիկոլը 6 ամիս ապրեցին, չէ՞։ Դա ինչի համար էր։ Ասենք, ոնց կարող է իրար հետ հակադրված մարդիկ մի տան մեջ ապրեն։ Դա ինչի համար էր, որ այդ մարդը այդ տգետին, անգետին, կիսագրագետին կամ հասկացներ ինչը ոնց պետք է անի, չէ՞։
Դրա համար Դաշնակցությունը Բարգավաճ Հայաստանն էլ նրա հետ կոալիցիոն կառավարություն ձևավորեցին սկզբից, որ մի քանի անդամներ իրենց կուսակցություններից էլ հոսեցին դեպի այս քեմալիստների շարքերը, դարձան կառավարության անդամներ, հիմա այսօր թե Բարգավաճ Հայաստանից, թե Դաշնակցությունից մարդիկ կան, չեն դա կուսակցության մեջ, Հանրապետական կուսակցությունից ԿՊԱ-ականներ են դարձել, որովհետև Նիկոլ կադրերը էլ չուներ այդքան։ Այսինքն այս ամեն ինչը չտեսնել արդեն գոնե այսօր պետք է տեսնեք, բայց մենք 18 թվից այդ մասին բարձրաձայնում ենք։ Եվ անգամ անվտանգության աշխատողները կամ այդ անվտանգության ծառայության այդ պետը իր անվտանգության հենց ղեկավարի ով վերելակային այդ դիվանագիտության ժամանակ ներկա եղել վերելակի մեջ, որը կատվածով մահացավ, չէ՞։ Ու նույն ամսվա մեջ կարծեմ, թե մի երկու ամս հետո Ալիևի այդ նույն անվտանգության աշխատողներ, որոնք գտնվել էին վերելակի մեջ Նիկոլի եւ Իլհամի հետ, դրանք մահացան երկուսով էլ կատված սրտի։ Այսինքն այդ մարդիկ էլ են եղել Կրեմլի գործակալներ։ Այսինքն Կրեմլը իր մարդկանց նշանակել է անվտանգության աշխատող, որ վերահսկի սրանց, որ հանկարծ Պուտինի գլխից չթռնեն, ուրիշ բաներով զբաղվեն։ Հասկանում եք, բայց երբ որ պետք է լինում, որ այդ մարդկանց արդեն հեռացնել շարքերից, հեռացնում են։ Եվ Ալիևի անվտանգության աշխատողն էլ է եղել Կրեմլի գործակալ։ Հիմա կարող է Ալիևն արդեն ահագի թեթևացած լինի, որովհետև Ռուսաստանի վիճակը տեսնում ենք ինչ է, եւ կարող է եւ արդեն էլ այդ կախվածությունը չունենա։ Բայց Հայաստանում դեռ կա, որովհետև տեսեք հիմա հաճախակի արդեն Սերժիկին, որ նույնականացնում են Նիկոլի հետ, սա խոսում է մի բան, որ իրենք ուզում են ինչ-որ փոփոխություն անել, որովհետև Սամվել Կարապետյանին, որ բերել են, այսպես Քոչարյանի պես մտցրեցին բանտերով, sense պատտեցին, հանեցին, որ հզոր տղա դարձնեն, որ խորհրդարանական ընտրություններում, ասենք, Նիկոլի հետ պետք է իրենք լինեն։ Ռոբերտն ու այսինքն հիմա Սերժիկին ուղղակի կասեն, դե որ այդպես է, Սերժիկին բացահայտված է, խաղ որպես Սամվել Կարապետյանին են տանելու խորհրդարան, այն ինչ որ Նիկոլը կեղծելու է, մենակ իր համար չի կեղծելու, կեղծելու է նաև Ռոբերտի եւ Սամվելի համար, որովհետեւ այս 5 տարվա մեջ սրանց Սերժիկին ու Ռոբերտին պայմանավորված է, իրենք են ներս տարել 10% Քոչարյանը չի կարող Հայաստանում ձայն ունենա, հասկանում եք։ Այդ տանում է խորհրդարան, որ ասենք մեղադրելու, հայհոյելու, կռիվ սարքելու, ասենք թիմեր լինեն այնտեղ, որ անդադ մեղադրի, այ Քոչարյանը, այս ինչ որ մենք որ այս օրին ենք Սերժիկն ու Քոչարյանն են արել, դրանք էլ ուղղակի ծվղ տան ու անցնի գնա, թեման փակվի։ Եվ մանդատները վայր չդնեն, որ Նիկոլը հեշտ սրանց քննադատելով, նրանց հանցանքները շարունակելով Հայաստանը մարշի, այս գործն է գնում եւ այդ process-ը դեռ չի ավարտվել եւ խորհրդարանական ընտրություններում պետք է, եթե իհարկե Պուտինը մնա, էլի, որովհետեւ հիմա որ տեսնում ենք Պուտինի վիճակը իսկապես սարսափելի ծանր է, որովհետեւ անգամ զորակոչն է արդեն մինուսով, այսինքն օրվա զոհերի քանակը 1000 գերազանցում է, արդեն 1000-ը գերազանցում է ստաբիլ, ոչ թե մի օր 1000 է լինում, մի օր 700, ամեն օր արդեն լսում ենք, որ 1005 մարդ, 1050 մարդ, 1200 մարդ, բայց զորակոչին մասնակցում են մաքսիմում 8-ից 900 հոգի օրական կտրվածքով որ բաժան, այսինքն էդել է արդեն պակասել, ինքը մտել է բուհեր, ակադեմիաներ եւ արդեն ասպիրանտներին է ուզում բանակ տանի։ Հասկանում եք, այս վիճակն է Ռուսաստանում։ Ու եթե հանգարց մինչև հունիսի 7 Աստված դա Պուտինը չհասցնի, սրանց ծրագրերը կխափանվեն։ Իսկ եթե մնաց խորհրդարանը լինելու է Նիկոլ, Ռոբերտ, Կարեն Կարապետյան։ Այսինքն այս նույն տեսքն է լինելու մուրշման գաղաստղ, աստղը տալու են Սամվելին։ Ու էլի նույն բանը շարունակվելու է։ Այն ինչ որ այս 5 տարում տեսանք։ Այսինքն չեն խանգարելու Նիկոլին, Նիկոլը գնալու է Ալիևի ցանկացած թուղթ վերցնի ստորագրի, սրանք էլ ոչ մի կերպ չխանգարեն։ Խոսենք Չինաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններից, տեսանք որ Հնդկաստանը հրաժարվեց նավթ արդեն ձեռք բերել Ռուսաստանից եւ Հնդկաստանի պայմանավորվածությունը արդեն Եվրոպայի հետ, դա Չինաստանին էլ է արդեն խանգարում, Չինաստանը հասկանում է, որ իր դեմ լուրջ արդեն դավադրություն կա, իսկ Չինաստանի տնտեսությունը, եթե ինքը ապրանք չծախի, չվաճառի, ինքը ռեսուրսներ չունեցող պետություն է, անմիջապես կսննկանա։ Եվ ինքը Ռուսաստանին իբր օգնելու, բայց ինքնարժեքից ցածր
իր նավթի գնման ծավալները նորից մեծացրեց, որ այդ Հնդկաստանի բացը մի քիչ լրացնի, բայց զուգահեռաբար սկսել է արդեն ավելի հաճախակի խոսել իր պատմական տարածքներից։ Ես գիտեի, որ իր պատմական տարածքները Ռուսաստանի կազմում մոտ 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր է, այսինքն Պարսկաստանի տարածքից շատ։ Բայց հիմա խոսում է 3-4 միլիոն քառակուսի կիլոմետրից, անգամ որոշ դեպքում 5։ Ինչու է սկսել խոսել Չինաստանը Ռուսաստանի իր պատմական տարածքներից, որովհետև զգում է, որ Ռուսաստանը քայքայվելու է, տրաքելու է, եւ չի ուզում, որ իր պատմական տարածքները հանգարց Թաթարստանին կցվի, մի հատ առանձին հզոր պետություն հետագայում դառնա, նորից իրեն խանգարի։ Ասենք Շահնուկ Ելիփայ չդառնա կամ բաշկիրներին չկպնի կամ յակուտներին չկպնի, ասենք մի հատ պետություն սարքվի Չինաստանի նորից տարածքների հետ համատեղ։ Մարդն ուզում է իր տարածքները վերցնի եւ ռեսուրսներով հարուստ տարածքներ են։ Եվ այդ ժամանակ ինքը շատ լուրջ արդեն կարա դիմակայի արդեն ամերիկյան այս պատժամիջոցներին կամ Հնդկաստանին աճեցնելու խնդիրներին, հասկանում եք, Չինաստանն էլ լուրջ խնդիրներ ունի։ Հիմա տեսեք, Պարսկաստանի փորձում են աջակցել Պարսկաստանին, օրինակ Չինաստանը, բայց ինքն էլ է հասկանում, որ եթե ինքը Ամերիկային շատ լուրջ դեմ գնա, այսինքն Եվրոպան եթե Հնդկաստանի հետ աշխատի ու Ամերիկան էլ սկսի Հնդկաստանի հետ աշխատել, 1 տրիլիոն շրջանառություն Եվրոպայի հետ է 1 տրիլիոն տարեկան դոլարով։ Ամերիկայի հետ էլ դուք պատկերացնում եք դա Չինաստանից կտրել, թեկուզ կես գցել, ինչ կլինի Չինաստանի տնտեսության վիճակը։ Որ ասում են, հեսա Չինաստանը Պարսկաստանին պետք է օգնի, չեմ կարծում։ Բայց եւ Պարսկաստանն էլ այն ինչ որ տեսնում է Ռուսաստանի հետ ոնց ինչ է կատարվում, ես չեմ կարծում որ պարսիկները այդ կարգի ապուշ կգտնվեն ու կգնան այդ ռիսկի, որ Ամերիկան ու Իսրայելը իրեն հարվածեն։ Իրենք լավ տեսնում են Ռուսաստանի հետ ինչ է տեղի ունենում։ Շատ լավ են տեսնում։ Իսկ եթե հանգարց Պարսկաստանին հարվածեցին, ադրբեջանական տարը Պարսկաստանի լսվելու է Հայաստան։ Փախստականի կարգավիճակով։ Եվ ես այդտեղ որից լավ բան չեմ տեսնում։ Ես չէի ցանկանա, որ Իրանի վրա հարձակում լինի կամ Իրանը տրորվի կամ պատերազմ լինի, այնտեղից մարդիկ փախնեն, գան լսվեն Հայաստան, ել եմ ասում, մեծամասն Ալիևը արանքում շահելու է, մտնելու է, բերելու է իր մարդկանց, ու ստեղ Նիկոլի աչքը լույս է գալու։ Բայց եւ հասկանում եմ, որ ինչքան էլ Այաթոլլան, ասենք, հա, Պուտինի պես էգոիստ է, ուզում է ինքը, բայց չեմ կարծում այդ կարգի է, որովհետեւ նա արդեն լուրջ տարիք ունի եւ հասկանում է, որ պետությունը դնելու նա էլ կարող է մի քանի պետություն դառնալ, որովհետեւ լուրջ քանակ են արաբները, այս թրքախոսները, քրդերը լուրջ քանակ են, միլիոններ, որոշ դեպքերում տասնյակ միլիոններ, նմանատես ազերիները չեն գնա, ես չեմ կարծում, որ Պարսկաստանը աչքի առաջ ունենալով Ռուսաստանը կփորձի այդ պետությունը կործանել։ Իսրայելին ինչ կա, աչքերն արուն գողած կմտնի ու կավիրի, բայց Ամերիկան պահում է այդ բալանսը, հիմա ինչ են անում, տես մկաններ են ցույց տալի, չէ, զորավարություններ են անում, դասավորվում են, Իսրայելն իր զորքերն է ցույց տալի, ոնց է նախապատրաստել, որ հեսա գնում են պատերազմի, Ամերիկան ընդեղ է ցույց են տալի, բան, այսօր մկաններ ցույց տան, որ Իրանը վախից էլ ասի լավ, եկեք պայմանավորեցինք, արդեն սենց չի ձեր ուզածով, այսպես է։ Այնպես չի, որ Իրանը տուժելու է։ Իրանը չի տուժելու, եթե Ամերիկային կամ Իսրայելին դաշնակից դառնա, ուղղակի սրանք չեն իշխելու։ Ամբիցիոզ պահում են այդ վիճակին։ Իսկ Իրանի ժողովուրդը իրականում իր իշխանությանը չի աջակցելու։ Այսինքն, եթե Ամերիկան հարվածի Իրանին, այդ ժողովուրդը աջակցելու է նույնիսկ այդ հարվածողին։ Պատկերացնում եք Ալիևը հարձակվի Հայաստանի վրա, ժողովուրդը Ալիևին աջակցի, էլի։ Այսպես մի հատ երևույթ կարող է տեղ ունենալ, որ ժողովուրդն էլ չէ, ամբողջ ստացան 25000 մարդ կոդրեցին, սպանեցին, ջարդեցին։ Այսինքն իշխանություններն էլ պաշտպանված չեն իրեն ժողովրդի կողմից։ Ու ելի եմ ասում, ես մտածում եմ, որ այդ պատերազմը տեղի չի ունենալու։ Իրանը զիջելու է, այսինքն իշխանությունն է զիջելու, ոչ թե պետությունը, որ բան է զիջելու, այլ իշխանությունները զիջելու են իրենց իշխանությունը։ Ես այդպես եմ հասկանում եւ ցանկանում։ Թե չէ
իսկապես Իլհամի ու Նիկոլի բախտը բերելու է այս արանքում։ Ուզում եք իսվել մնաք խաղաղությամբ, չեմ կարծում, որ ավելին չեմ ուզում ծանրաբեռնել, թեթև լինի, որ Մարսելի լինի, երկար խոսելու, ասենք, իմաստը կորում է, որովհետև մարդիկ ձանձրանում են, հիասթափվում են, չեմ ուզում ձեր ժամանակը վատնել։ Մնաք խաղաղությամբ։